Աստված մեզ օրհնի, այսպես եմ վերնագրել խոսքը աղոթք լսող Աստված։ Մենք այսօր հոգսով ենք եկել Աստծո առաջին, մեր Տիրոջ առաջին, շատերը տեղյակ եք այդ հոգսի մեջ եք, որ Աստված մեզ ազատի այն դժվարություններից, որ մեր առաջին դնում են, ուզում են փակել այն դուռը, որ Տեր Հիսուսը բացել է, որ մենք կարող լինենք Աստված պաշտել, ապրել, պատրաստ լինել նրա գալստյանը։ Տեր այդ դուռը բաց պահի։ Դրա հետ կապված մի որոշակի բան կուզեմ խոսել, նախ կկարդամ Հովհաննեսի ավետարանի 15-րդ գլխից 16-ից 20-ը պետք է կարդամ, հիմա երկու համար կկարդամ, 16-17-ը, հետո կշարունակեմ։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի, և ձեզ դրի, որ դուք գնաք և պտուղ բերեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք, իմ անունով տա ձեզ, սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք։ Մենք որ ապաշխարել ենք, այսօր հավատում ենք Աստծուն և այսօր այստեղ ենք, սա իմանանք, որ նախ Աստված է մեր հանդեպ քայլ կատարել, հասկացողություն տվել, հավատալու կարողություն տվել, նա ընտրեց մեզ։ Թեկուզ մարդիկ խոսեցին մեզ հետ, վկայեցին Քրիստոսի փրկարար գործի մասին, բայց ամբողջ մեր հավատալու ընթացքը նրա ձեռքով է եղել, նա է կառավարել ողջ ընթացքը։ Ես ընտրեցի ձեզ, ինչպես աշակերտներին, առաքյալներին ընտրեց, իմացեք ձեզանից բոլորիդ ամեն մեկիդ էլ, ընտրող նա է առաջին քայլն արեց ձեր համար։ Եվ ասում է դրեցի, որ պտուղ բերեք, հասկանալի է, սուրբ գրային լեզվով, ասում է բարի գործեր ունենաք, Աստծուն հաճելի գործեր ունենաք, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք իմ անունով տա ձեզ։ Այո, ուշադրություն դարձրեք, այստեղ իմ անունով ինչ որ խնդրեք, այսինքն ինչ է սա նշանակում, ես գիտակցում եմ, որ ես հոր առաջ եմ եկել, այսօր կարևոր հոգսով Աստծո առաջ եմ եկել, բայց Հիսուսի անունով, ոչ թե իմ արժանիքներով, ոչ թե հույսս դրել եմ լավ գործերիս վրա, որ արժանանամ Աստծուց պատասխան ստանալու, այլ Հիսուսի անունով, նրանով արդարացած, նրանով ողորմության արժանացած։ Եվ եթե ընդունել եմ նրանից այդ ողորմությունը, ընդունել եմ արդարություն, մեղքերի թողության արժանացել եմ, հնարավոր չէ բարի պտուղները չունենամ։ Դրանք արդեն հավատքի վկայություններն են, որ ունենաք բարի պտուղներ, որ ինչ որ իմ անունով հորից խնդրեք տա ձեզ, այսինքն այն բարի գործերը, որ արտահայտվում է հավատացյալի կյանքում, ոչ թե նրա արժանիքներն է բարի գործը, որ արժանանա պատասխան ստանալու, այլ վկայություն է, որ ինքը հավատք է ընդունել, նա արդարության ճանապարհի մեջ է, նա ընտրել է Աստծուն, սակայն իր աղոթքի համար լսելի լինելու, արժանի լինելու հաստատությունը Հիսուսի անունով աղոթելն է, իմ անունով ինչ որ խնդրեք կառնեք։ Ու շարունակությունը, որ ասում է, սա եմ պատվիրում, որ իրար սիրեք։ Սերը սուրբ սիրո մասին է խոսում Աստված, ոչ թե աշխարհի մեջ եղող սերը։ Երբ որ խոսում է աշխարհը, սեր ուրիշ բան է հասկանում, գրքերի ցանկությունների արտահայտում, որովհետև նրանց միտքը արդեն ավետարանի խոսքով չի, եթե մարդու միտքը Աստծո գիտությանը լուսավորված չի, սերը լրիվ պղտոր բան է հասկանում։ Իսկ այն սերը, որ Հիսուսն ասում է իրար սիրեք, սուրբ սիրո մասին է, որ մարդը առաքինի լինի իր ընկերոջ հանդեպ, մաքուր սրտով իր ընկերոջ հանդեպ, նվիրված իրան նեղության և ուրախության կողքին լինի, հավատարիմ լինի իր ընկերոջը, իր Աստծուն, իր ժողովրդին, որն Աստծո ժողովուրդն է, պատիվ է արել մեզ Աստված, որ իր սուրբ ժողովրդի մեջ լինենք
եւ արտահայտենք հարգանքի վերաբերմունք, որը հավատքի դրսևորում է, արտահայտում է, հավատքի վերաբերմունք է դա, հարգանքի վերաբերմունքը իր ժողովրդի հանդեպ, դա սիրուց բխող վերաբերմունքն է։ Շարունակությունը կարդամ 18-ից 20 համարը, եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ Եթե այս աշխարհքից լինեիք, ապա աշխարհը իրենը կսիրեր, բայց որովհետև աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի այս աշխարհից, նրա համար աշխարհը ատում է ձեզ։ Հիշեցեք այն խոսքը, որ ես ասեցի ձեզ, թե ծառան իր տերից մեծ չէ։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ Նախ նայում ենք, ոնց մեր մեջ դրել է իր խոսքը։ Եթե իմ խոսքը պահեն, այն, որ դուք խոսեք, իմ կամքը խոսեք, ձեր խոսքն էլ կպահեն։ Հասկացողությունը իր միտքը դրել է մեր մեջ, մեկացրել մեզ։ Դրա համար մարդը պետք է Տիրոջ խոսքի, ավետարանի խոսքի վրա շատ մտածի, սովորի, կրթվի, ուշադրություն դարձնի։ Եթե իմ խոսքը պահեցին, ձեր խոսքն էլ կպահեն։ Ինչու՞, որովհետև դուք խոսում եք ինձանից։ Սակայն ուշադրություն դարձրեք, նաև մեր սիրտը պիտի պատրաստենք, եթե թույլ տա Աստված մեզ դժվարություններ, ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու։ Մենք այսօր աղոթք ենք անում, որ Տերը մեզ պահի, ամեն լսում է Աստված, ամեն աղոթք, երբևիցե աղոթքը գետնով չի մնալու, համոզված ենք։ Սակայն նաև մեր սրտում սա ենք դնում, ինչ է լինի, ես պետք է Տիրոջ խոսքը պահեմ, նրան հետևեմ մինչև վերջ։ 5 տակարանյան ժամանակում մարդիկ նայում էին, որ Մեսիան աշխարհ պիտի գա եւ իրենց փրկի, ու հավատքով շատ մեծ դժվարությունների հաղթահարեցին։ Բայց մենք արդեն կատարված փրկagorցությունն ենք նայում, Քրիստոս արդեն եկավ, խաչվեց, հարություն առավ։ Ինչ է խոսում այդ գործը։ Ոչ միայն մեր մեղքերի թողության գործն է, նաև Աստծո զորության արտահայտումը մարդու մեջ Քրիստոսում։ Նա մեղք չգործեց, նա հաղթող էր մինչև վերջ։ Սատանան իր ամբողջ կարողությունները, հնարքները բանեցրեց նրան մեղանչել տալու, բայց պարտվեց, Քրիստոս չմեղանչեց, մինչև իր մահ չմեղանչեց։ Եվ այսօր մենք նայում ենք այդ հաղթությանը, այս հաղթությունը նվեր է տրվել մեզ Աստված։ Եթե 5 տակարանյան ժամանակում այդ փառավոր հաղթությունը չեն կարող տեսնել ինչպես մենք, բայց ելի հաղթություններ էին ունենում, առավել ևս մենք հաղթություններ կարող ենք ունենալ, որ տեսնում ենք Աստծո զորության դրսևորումը Քրիստոսում, որ նա մեղք չգործեց, իր արդարության պատճառով էլ հարություն առավ, նաև մեզ արդարացրեց։ Այդ զորությունը այսօր պարգևված է մեզ, շնորհված է, ձրի տրված է մեզ, ոչ միայն մեղքերի թողության արժանանանք, այլ նաև Աստծո զորությամբ ապրելու բարի ընտրությունը հաստատում պահելու կարողություն է պարգևած մեզ։ Երբ որ ասում է Աստված արդարներ, մենք հասկանում ենք շատ սխալներ են գործել, բայց ինչու է մեզ ասում արդարներ։ Առաջին նամակում Պետրոսի 2 գլխի 24 համարում ասում է Հիսուսի համար, որտեղ ինքը մեր մեղքերը իր մարմնում խաչապայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք, որ նրա խոցերով բժշկվեցանք, արժանացանք նույնիսկ բժշկություն էլ ստանալու, թե հոգևոր, թե ֆիզիկական։ Այսինքն մեր մեղքերը վեր առավ իր վրա, մեզ արդարացրեց և տվեց հնարավորություն ապրենք արդարությամբ։ Այն որ ասում էր բարի պտուղները ունենանք։ Մենք այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք գալի Աստծո առաջին։ 5 տակարանյան գրքերից մի բան պատմություն կուզեմ հիշեցնել ձեզ, երևակայի շատերը գիտեք, բայց ես չեմ կարդալու բոլոր հատվածները, որ ժամանակ
չգնա, արագ կպատմեմ, կարևոր պահերի վրա հատվածներ կկարդամ։ Եսթերի գրքից։ Սա Պարսից մարած թագավորության ժամանակներ եւ այդ ժամանակում այս դեպքը, որ եղավ, Ասվերոսն էր թագավորում Պարսից մարած թագավորության վրա 127 գավառների վրա մեծ տարածքների վրա ինքը թագավորություն էր անում, թագավոր էր։ Կարճ եմ պատմում, իհարկե, այնպես եղավ, որ Եսթերը, որ հրեաներից էր, այսինքն Աստծուն ընտրած ժողովրդից էր, դարձավ թագուհի։ Թագուհին դարձավ։ Եսթերը որբ էր։ Նա մայր եւ հայր չուներ, նրան պահել մեծացրել էր նրա հորեղբոր տղան, դրանից տարիքով էր, մեծ էր, անունը Մուրդքե։ Մուրդքեն իրեն համար աղջիկ էր արել որպես որբուք Եսթերին եւ պահել մեծացրել էր։ Երբ որ Եսթերը դարձավ թագուհի, մի այսպիսի դեպք պատահեց այդ թագավորության ժամանակ։ Մուրդքեն իր աղջիկը համար sense աղջիկ դարձած էլի, շուշուտ էր գնում, պալատի դռներում լինում, որ հարց ու փորձ անի, տեսնի ինչպես է Եսթերը, հետևում նրան։ Եվ մի օր էլ պալատում լինելով լսեց, որ երկու ներքիններ դրանք բավական մեծ դիրքեր ունեին։ Երկու ներքիններ իրար հետ խոսում են թաքուն, ապստամբություն կազմակերպելու Ասվերոս թագավորի դեմ, որ նրան կործանեն, սպանեն։ Եվ ինքը այս իմանալով, լսելով, Եսթերի միջոցով փոխանցում է այս լուրը թագավորին։ Հետևում են, տեսնում են իսկապես այդ ճիշտ է, այդ ապստամբությունը կազմակերպվում էր, պատժվում են այդ արարկանողները։ Եսթերն ասել էր, սա ինձ խնամակալ Մուրդքեն է արել, պատմել։ Եվ Մուրդքեի անունը այն ժամանակ գիրք կար, գոչվում էր ժամանակագրության գիրք։ Գրվում է այդ գրքի մեջ Մուրդքեի անունը, որ թագավորին բարություն է արել։ Ըստ իրենց կարգի սովորության ամեն բարություն անողին թագավորին բարիք էին անում, լավություն, բայց այդ պահին մոռանում են թե ինչ, էդ էլ էր Աստծուց, որ չեն անում այդ պահին, այդ բարությունը։ Ամեն ինչ հաշվարկված Աստծո կողմից, հետարքիր է։ Թագավորը մի մարդ ուներ, որ իշխանավոր էր, Haman անունով։ Այս Hamanին շատ բաներ վստահեց, շատ բարձրացրեց, բայց սա մի չար գոռոզամիտ մարդ էր։ Եվ իր գոռոզ պահվածքով, իր սենց ասած պահանջկոտ պահվածքով մարդկանց ոնց որ ստիպեն, որ երկրպագեն իրեն։ Թագավորն էր ասել, պատվեք այս մարդուն։ Երկրպագում էին, մարդիկ երկրպագում էին Hamanին, բայց Մուրդքեն, երբ որ պալատի դռան էր ու Hamanն անցնում էր, ինքը ուղիղ էր մնում, չէր խոնարհվում, չէր ծառվում, որ երկրպագեր։ Այս Hamանը չարանում էր։ Սատանայական միտք, ինչու ինձ չի երկրպագում, բոլորը ինձ պիտի երկրպագեն։ Չարի բնավորություն, չէ։ Շատ իշխանավորներ կային այդտեղ այդ թագավորության մեջ, բայց այդպիսի վկայություն չկա նրանց մասին։ Համանը չար էությունն էր եւ երբ որ այդ հատվածը կկարդամ 3-րդ գլխի մեջ է խոսում, 3-րդ գլխի 5-6 համարները, երբ որ Համանը տեսավ, որ Մուրդքեն չի ծռվում իրեն երկրպագելու, այն ժամանակ Համանը շատ բարկացավ եւ մի նվաստ բան էր երևում նրա աչքին, որ ձեռք երկարացնե միայն Մուրդքեի դեմ։ Ես մենակ իրան չեմ պատժելու։ Իսովա մենակ իրան պատժեմ, ես ինձ չերկրպակելու համար։ Ու ինչ է խորում, որովհետև հայտնել էին նրան Մուրդքեի ազգը, քանի որ խորհեց Համանը կորցնել Մուրդքեի ազգը բոլոր հրեաներին, որ Ասվերոսի բոլոր թագավորության մեջ կային։ Մուրդքեն, որ ինձ չի երկրպագում, նրա ամբողջ ազգակիցներին պիտի կործանեմ, բոլոր հրեաներին։ Գազանի միտք։ Իր չար սենց հակումը ունեցող սատանական մտքի պատճառով այդ չար որոշումն է կայացնում։ Թագավորը շատ էր վստահել, նույնիսկ իր կնիքն էր տվել Պեչատ։ Թագավորի անունից հրաման հրատարակեց, որ ամբողջ Պարսից մարած թագավորության ենթակայության տարածքներում եղող հրեաները, որ ցվրված ապրում են, բոլորին կոտորեք։
Այս լուրը հասավ Մուրդքեին։ Մուրդքեն տեղեկացրեց Եստերին, որ այսպիսի չար որոշում են հրաման է տվել Համանը։ Եվ Մուրդքեն եւ Եստերը կազմակերպեցին ժողովուրդը ծոմով աղոթք անեն, որ Աստված իրենց ազատի։ Այսինքն Աստծո ժողովուրդ, հրյա ժողովուրդ, հրյա հին կտակարանում, որ ասում է հրյա ժողովուրդ, այսօր նոր կտակարանյան եկեղեցու խորհուրդն է։ Եկեղեցու հրյա ժողովրդին կոտորելու ծրագիր էր եւ նրանք սկսեցին ծոմով աղոթք անել։ Ուրեմն Եստերը որոշեց, որ պետք է թագավորի մոտ մտնի, սակայն թագավորի մոտ եթե մեկը մտներ առանց թագավորի կանչելու, պիտի սպանվեր։ Չէր սպանվելու այն դեպքում, եթե իր ոսկե գավազանը թագավորը այդ ներս մտած մարդուն, իր պալատը ներս մտած մարդուն կմեկներ գավազանը, այդ դեպքում նրան չէին սպանելու, որ ընդունեց։ Այդ նշանն էր։ Ծոմից հետո, որ ժողովուրդը ծոմ պահեցին, Եստերը մտնում է թագավորի մոտ եւ թագավորը գավազանը մեկնում է դեպի Եստերը, այսինքն դա նշան էր, որ նա ընդունում է եւ հարցնում է. խնդրանքդ ո՞րն է, ինչ խնդրով ես եկել։ Եստերը այդ պահին չի ասում։ Ասում է ես խնջույք եմ կազմակերպել եւ ուզում եմ հրավիրել քեզ նաեւ Hamanին այդ խնջույքին։ Թագավորը հասկանում է, Եստերի սրտում անհանգստություն ունի, նկատվում է դա, բայց ասում է այո կգամ, Hamanին էլ է ասում, Haman պետք է մենք թագուհին մեզ խնջույքի է հրավիրել, Համանը երբ որ լսում է, որ թագուհին մենակ իրեն է թագավորի հետ խնջույքի հրավիրել, ավելի է հպարտանում, ավելի ոգևորվում, գալիս տուն պատմում է, որ վաղը ես պետք է խնջույքի գնամ թագու մոտ թագավորի հետ միասին։ Ընտանիքն էլ, պատկերացրեք, ինչքան է խոսել Համանը ընտանիքում, որ ամբողջ կինը, ընտանիքը Մուրդքեի դեմ արդեն չարացած էին։ Կինը այդտեղ խորհուրդ է տալիս, ոնց որ սիրտդ հանգիստ չի էլի, մի հատ կախաղան պատրաստենք, մեր հենց մեծ բակ ունեին, 50 կանգուն, 50 քայլ բարձրությամբ, Մուրդքեին առավոտ բեր կախի, հանգիստ խեղճով գնախ խնջույքի։ Պատկերացնում եք, չար սիրտ ունեցող մարդու ուրախությունը ինչում է։ Քանի որ ինձ չէր երկրպագում, որ մահատենամ նոր էթամ խնջույքի, ուրախ էթամ խնջույքի, ինչով է ուրախանում մարդը, չար մարդ։ Այդպես էլ անում է, պատրաստում է կախաղանը եւ մտածում է, որ կգնա թագավորի մոտ, մի ուրիշ ճարախոսություն գուցե թե կհնարի եւ կախաղանի կարժանացնեն։ Բայց 6-րդ գլխում Ասվերոս թագավորը այդ գիշեր քունը փախել էր։ Չէր կարում քնել։ Մտատանջումների մեջ էր եւ կանչեց ժամանակագրության հիշատակետ մատյան ունեցողներին։ Կարդացեք մի հատ ինձ այդ գիրքը։ Կարդում են եւ տեսնում Մուրդքեն անունով մեկը թագավորին բարություն է արել ու հարցնում է. դուք այս մարդուն պատասխան տվել եք այս բարության համար։ Ասում են չէ, արդեն լուսաբաց էր։ Եվ որոշում է, որ հենց այսօր առավոտյան լուսաբացին պետք է հարգենք այդ մարդուն, նրա պատասխանը տանք այդ վերաբերմունքի համար։ Եվ ասում է ով կա պալատի դռանը, ասում են Hamanն է եկել, առավոտ շուտ եկել է, որ ուրախ Մուրդքեին կախել տալու իրավունք ստանա, ու հենց կանչում են Hamanին, հարցնում է, ասում է, եթե մեկին ուզեն Աստված բանը թագավորը պատվել, ինչ պետք է անի, ճոխ բաներ է ասում, կառքերի վրա նստեցնեն, փառավոր ման տան ամբողջ քաղաքում եւ գովասանելով նրան ման տան, ասում է դե հիմա գնա Մուրդքեին այդպես արա։ Սա էլ բարկացած կատաղած ուշադրություն դարձեք, եթե այդ օրը առավոտ Մուրդքեին կախեին, այս արարքը բացում էր տալու այն հրամանի, որ հրյաներին կոտորեք, որ արդեն արված էր, սուրհանդակները տարածում էին ամբողջ երկրով։ Մայրաքաղաք Շուշանում արդեն հրյաները տեսել էին, լսել էին այդ հրամանը
Եվ եթե Համանը աներ այդ լուսաբացին, շատ չար մարդիկ, իր նման մարդիկ զորանալու են եւ հրեա ժողովուրդ կոտորեին։ Բայց հակառակ բանը ստացվեց։ Եվ դրանից հետո գնացին խնջույքի ու 7-րդ գլխից եմ կարդում, տեսեք։ Թագավորը Համանի հետ խնջույքի գնաց Եսթեր թագուհու մոտ, եւ թագավորն ասեց Եսթերին. երկրորդ օրն էլ գինի խմելիս, ինչ է Եսթեր թագուհի քո խնդրանքը։ Շատություն դարձեք, հասկանում է, բան է ուզում ասել, բայց կաշկանդված է։ Ինչ է քո խնդրանքը եւ պիտի տրվի քեզ։ Եվ ինչ է քո ուզածը, թեև մինչև թագավորության կեսն էլ ուզես, պիտի տրվի։ Եսթեր թագուհին պատասխանեց եւ ասեց. Եթե շնորհք եմ գտել քո աչքի առաջին, ով թագավոր, եւ եթե հաճելի է թագավորին, թող իմ խնդրանքով իմ անձը եւ իմ աղաչանքով իմ ազգը ինձ տրվի, որովհետեւ ես եւ իմ ազգս ծախվել ենք փչանալու, փչացվելու, սպանվելու եւ կորչելու։ Եթե իբրև ծառաներ եւ աղախիններ ծախվեինք, կլռեի, որովհետեւ թշնամին արժեք չունի թագավորի վնասի չափ։ Ասվերուս թագավորը խոսեց եւ Եսթեր թագուհուն ասեց. ով է նա եւ ուր են նա, որ համարձակվել է այդպիսի բան անել։ Եսթերն ասեց. այդ հակառակորդը եւ թշնամին այս չար Hamanն է։ Բայց Համանը դողում էր թագավորի եւ թագուհու առաջին։ Եվ թագավորը վեր կացավ գինին խմելուց եւ իր բարկությամբ եւ գնաց պալատի պարտեզը։ Պալատի դեմ պարտեզ կար։ Բայց Համանը մնաց, որ իր անձի համար աղաչե Եսթեր թագուհուն, որովհետև տեսավ, որ թագավորիցը չարիք է հասել իր վրա։ Թագավորը ետ դարավ պալատի պարտեզից գինիի խնջույքի սենյակը, եւ Համանը ընկել էր Եսթերի բազմոցի վրա, որտեղ որ Եսթերը նստած էր բազմոցին, ընկել էր վրան Եսթերի ու այդ բազմոցի վրա։ Եվ թագավորը ասեց. «Միթե թագուհուն էլ բռնաբար է ինձ մոտի իմ պալատումը»։ Եվ խոսքը դուրս էր եկել թագավորի բերանից, եւ իսկույն ծածկեցին Համանի երեսը։ Այն ժամանակ ասեց թագավորի առաջին եղող ներքիններից մեկը. Արբոնա, ահա այն 50 կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մուրդքեի համար, որ բարի էր խոսել թագավորի մասին։ Համանի տանը տնկված է։ Երևում է, որ այս մարդիկ չէին հավանում։ Նույնիսկ ներքիններ կային, որ չէին հավանել Համանի չար էությունը, բնավորությունը։ Անմիջապես ասում է, Մուրդքեի համար կախաղան է պատրաստել իր բակում։ Այս մարդը։ Այն մարդու համար Մուրդքեի տեսակ մարդու, որ քեզ բարություն է արել։ Թագավոր ասեց. նրան կախեք հենց իր պատրաստած կախաղանից։ Եվ Hamanին կախեցին այն փայտի վրա, որ նա պատրաստել էր Մուրդքեի համար, եւ թագավորի բարկությունը իջավ։ Դրանից հետո հրաման է նորից արձակում, այլ հրաման, թագավորը, որ Աստծո ժողովրդին ազատի իր նոր հրամանով, ազատի այն նախկին հրամանը չէր կարող ջնջել, բայց այս նոր հրամանով ազատվեց Աստծո ժողովուրդը կոտորվելուց, պաշտպանեց թագավորը Աստծո ժողովրդին։ Սա, որ նայում եք, կարդում ենք գիրքը, մարդիկ այսպես ասեցին, են մեկն այնպես ասեց, բայց մարդը իր մեջ հասկանում է, սա Աստծո հսկողությամբ կատարվեց այս փրկությունը Իսրայել ժողովրդին։ Մարդիկ աղաչեցին, աղոթք արեցին եւ Աստված ողորմեց, օրհնեց այս ժողովրդին, ազատեց այն պատրաստած չարիքից, որ չարը իրեն ենթականերով ծրագրել էր։ Սակայն ձեր միտքն են բերում նորից մի խոսք նոր կտակայան բաժնից առաջին նամակի Պետրոսի առաջին նամակից 3-րդ գլխից կկարդամ 12-ից 15 համարները, որ մենք էլ մեզ պատրաստենք, որովհետև Տիրոջ աչքերը արդարների վրա են,
Եվ նրա ականջները դեպի նրանց աղոթքը։ Տիրոջ երեսը չարագործների վրա է, եւ ով է նա, որ չարչարե ձեզ, եթե դուք բարիին հետևող լինեք, բայց թեև չարչարվեք էլ արդարության համար, երանելի եք։ Բայց նրանց երկյուղից մի վախենաք եւ մի շփոթվեք, այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք եւ միշտ պատրաստ եղեք հեզությամբ եւ երկյուղացությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ կհարցնեն։ Ինչ է ձեր հույսը, որ դուք պահում եք այս արդարության ճանապարհը, ավետարանի հավատքը կհարցնեն, տեսնելով ձեր անփոփոխ լինելը ավետարանի խոսքի հանդեպ։ Ընտրությունը։ Հիշեք, ասում է, Աստծո աչքերը արդարների վրա են։ Արդարներ նորից ասեմ, Քրիստոսով արդարացածներ։ Սրանց է ասում արդարներ։ Արդարներ, որ արդարության ճանապարհը բռնել են։ Նրանք չեն ուզում դուրս գալ այս ճանապարհից, նրանց աղոթքին է ականջ դնում Աստված, որ ազատե նրանց դժվարություններից։ Շնորհակալ ենք Տիրոջից։ Եվ այն պատմությունը, որ գրվել է Եստերի գրքում, շնորհակալ ենք նաև դրա համար։ Դա էլ էր անմոռանալի դաս մեզ համար, որ Աստված ողորմած է, փրկող է։ Թեև նրանք էլ նեղություն տեսան, մենք էլ այսօր նեղություն ենք տեսնում։ Մերժելով գազանի համակարգը, ներզելով թիվը, համարա մարդու թիվը, քաշք շուկների մեջ ենք ընկնում, ճանապարհներ կտրում, մեր գործեր ինչ որ ձևակերպելու անելու, սակայն մարդ երբ որ սիրում է Աստծուն, ընտրել արդարության ճանապարհը, դա իրեն համար հոգնեցնող չի։ Նա մի բան է հասկանում մարդը, շուտով պիտի տեսնեմ իմ Տիրոջը, ինչպես որ է, պիտի մտնեմ երկինք, այս ամենը վերջ ունի։ Այս պայքարն իրական պայքար է, ամբարիշտը գնալու է կորուստ, Քրիստոսով արդարացած եւ արդարության ճանապարհը բռնածը պիտի գնա երկինք։ Թողորնի մեզ Աստված մինչև վերջ հաստատուն մնանք, մինչև վերջ։ Ճանաչելով մեր Տեր Հիսուսին, որ ինչպես որ Ֆիլադելֆիայի եկեղեցուն ասում է, այսպես է ասում Սուրբը, մենք էլ ենք պատրաստում մեզ նրա նման սուրբ լինել։ Այսպես է ասում ճշմարիտը, այսինքն նրա խոսքերը ճշմարտություն են եւ անփոփոխ։ Ես հավատում եմ, որ Հիսուսը սուրբ է, ես հավատում եմ, որ նա ճշմարիտ է, եւ նա հավատում է, որ ամեն իշխանությունը նրա ձեռքերի մեջ է, ասում է, ինձ է տրված Դավիթի բանալիները։ Եթե մի դուռ փակեց, ոչ մեկ չի կարող բացել, եթե բացեց մի դուռ, ոչ մեկ չի կարող փակել։ Այս խոսքերը մեր հավատքի հիմքն են նրա հանդեպ եւ անփոփոխ պիտի լինեն։ Քրիստոս ամեն իշխանություն ունեցողն է, ես հավատում եմ նրան այսպիսին։ Աշխարհի մարդը հավատալը ուրիշ ձև է պատկերացնում։ Զգացմունք, երբ որ լավ է զգում, ասում է, ես լավ հանեց հավատքով լցված եմ, մարդկար սենց բաներ ասում, ստեղս դուշիս մոտերը, որ ճնշում եմ զգում, այսօր չէ, մի բան ելնելու է, մի վատ բան ելնելու է, էդի հավատք չի, էդի սուրբ գրային հավատ չի, դա զգացմունքներ են։ Բայց սուրբ գրային հավատքը սա ինչպես է ճանաչում Քրիստոսին, իշխանություն ունեցող, որ մի դուռ բացեց, ոչ ոք չի կարող փակել, սուրբ գրային հավատք է։ Հաստատում ենք եւ նորոգում մեր հավատը։ Գիտենք, որ մեր աղոթքները լսվում է մեր Տեր Հիսուսի անունով։ Նրանով արժանացանք ողորմություն ստանալու։ Ներքի վերջում կաղոթեն եղբայրները այս հոգսի համար, մենք խնդրենք Աստված մեզ զորացնի, հավատքով հաստատված կանգնենք մեր Տիրոջ առաջին, աղոթենք։